Որքան մոտենում է 2016 թվականն, այնքան սրվում է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում մասնակցել ցանկացողների միջև մրցակցությունը։ Այսպես հանրապետական Ջեբ Բուշը հրապարակային լուրջ քննադատությամբ հանդես եկավ իր կուսակից եւ հանրապետականների շրջանում ամենամեծ աջակցությունը վայելող Դոնալդ Թրամփի հասցեին, մեղադրելով վերջինիս անհանդուրժողականության մեջ։ Սա բազմատեսակ երկիր է, եւ մենք պետք է փայփայենք եւ պահպանենք այդ արժեքները, սակայն պարոն Թրամփը չի հավատում այդ արժեքներին, նա ցանկանում է մեզ պառակտել, նա հանդուրժողականությանը չի հավատում։ Միաժամանակ Բուշն իր քննադատությունն ուղղում է Թրամփի լիբերալ հայտարարությունների դեմ, օրինակ՝ ի պաշտպանություն արհեստական վիժումների։ Մասնավորապես, Բուշը մատնանշում է, որ Թրամփն աջակցում է արհեստական վիժումների դիմելու կանանց իրավունքը։ Դրան ի պատասխան Թրամփը մեղադրել է Բուշին ապօրինի ներգաղթի խրախուսման եւ Իրաքի պատերազմի արդարացման մեջ։ Իրավիճակն անկայուն է նաեւ դեմոկրատների ճամբարում, որտեղ դեռևս հարցականի տակ է մնում ընտրապայքարում փոխնախագահ Ջո Բայդենի մասնակցությունը։ Ինքը Բայդենն այս շաբաթ Ատլանտայի սինագոգում ելույթի ընթացքում հայտարարեց, որ կմասնակցի առաջադրման համար պայքարում, եթե դրա համար անհրաժեշտ բավարար չափով ուժ ունենա։ Լինեմ անկեղծ, որոշում կայացնելիս առաջնահերթ գործոնը լինելու է այն, թե արդյոք ես եւ ընտանիքս ունենք ընտրապայքարին մասնակցելու բավարար էմոցիոնալ էներգիա։ Ես կմասնակցեմ պայքարին միայն այն դեպքում, եթե պատրաստ լինեմ իմ կուսակցության ու Ամերիկայի ժողովրդին խոստանալ, որ ի վիճակի եմ սրտով ու ոգով նվիրվել այդ գործին։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։